1962 թվականներ կրկեսային արվեստը թափ էր առնում օր-օրի, Ենգիբարյանն էլ շարունակում էր մնալ միակն ու անգերազանցելին հայկական հարթակում։ Հենց այն ժամանակ, երբ Ենգիբարյանը խորհրդային աշխարհն էր իր հնարքներով զարմացնում, Թիֆլիսի հայկական թաղամասում նրա մասին ֆիլմերով ու հեռուստապատմություններով կրկեսներ բացահայտում Սոսը։ Հենց նա ով տարիներ հետո պետք է կրկեսային աշխարհը գրավելու լուրջ հայտ ներկայացներ։ Ճանապարհը դեպի կրկես սկսվեց անսպասելի հանդիպումից, հանդիպում, որ փոխեց երազանքի առարկան ու ձգտումների ուղղությունը։ Այդ օրից սկսած նրա կյանքում ամեն ինչ կրկեսի պատճառով էր ու հանուն դրա։ Այդ օրից կոչումով ու ճակատագրով նա դարձավ հայկական կրկեսի Սոսը։ Հայրիկս ինձ տարավ Ենգիբարյանի մոտ կրկես։ Ենգիբարյանը մեկ ամիս չէր կարողանում ինձ ընդունել, ժամանակ չուներ, վերջը ընդունեց, ասեց ցույց տու ինչ կարող ես։ Ես էլ գնդակներ, վառված փայտեր, բալանսներ, ամեն ինչ անում էի, ինքը նայեց, զգում էի ոնց որ ինչ որ մի բան դուրը գալիս է։ Ու ինքն ասեց դու պետք է ընդունվես Մոսկվայի կրկեսային ուսումնարան։ Դու կլինես երկրորդ հայը, որը կընդունվի Մոսկվա։ Սկսվեց կյանքը կրկեսին ընդառաջ, այս տարիների մասին հիմա միայն ուսանողական ալբոմն է հիշեցնում։ Երբ որևէ մեկը ինչ-որ խոսքի չի հավատում, ալբոմը ձեռքն է առնում ու ապացուցում, իր ժամանակի ամենատաղանդավորների հետ է սովորել, Պուգաչովայի պատճառով էլ հասցրել է սիրային ինտրիգների կենտրոնում հայտնվել։ Իրա ամուսինը Նիկոլասը շատ խանդոտ էր։ Նամանավան դուս այդ տարիներին, երբ մենք սովորում էինք, մի բաժակ էլ որ խմում էր, խանդում էր, թե ինչու Ալլա Պուգաչովան միշտ նկարների մեջ ձեռքը դնում էր իմ գլխին, ուսին, չգիտեմ։ 1970 թվականներ Մոսկվայի կրկեսային ուսումնարանում ավարտական հաշվետու համերգն էր, ով ինչ էր հասցրել սովորել, ստեղծագործել ու բացահայտել։ Հենց այդ օրը Սոսի ու Ենգիբարյանի երկրորդ հանդիպումն էր, սյուժեն նույնն էր, միայն թե դերերն էին փոխվել։ Այս անգամ բեմում Սոսն էր, իսկ Ենգիբարյանը հետևում էր դահլիճից։ Ալան մոտեցավ, ասեց Սոս, Ենգիբարյանը քեզ է ման գալիս։ Ես արդեն համարս ցուցադրել էի, ես գիտեի, որ ինքը դահլիճ ունի, այսպես ամաչելով մոտեցա ու ինքը ամեն ինչ հիշեց։ Ու ասեց այսօրվանից ես քեզ վերցնում եմ Հայաստանի կրկեսային կոլեկտիվ։ Այդ օրից սկսած Սոսն ու հայկական կրկեսը դարձան անբաժան, եւ թվում է դրանից հետո արդեն ոչ մի ելույթ ու ոչ մի ներկայացում առանց նրա չի անցել, ու միայն քչերն են հիշում, որ հենց այն ժամանակ, երբ հաջողությունն ամենից շատ էր ժպտում, Սոսը կրկեսից հեռացավ։ Ենգիբարյանի մահից հետո կրկեսում իրեն ավելորդ զգաց։ Ենգիբարյանի բոլոր համարները ամեն օր դիտում էինք։ Չկար մի օր, որ որովից է դերասան, այդ թվում նաև ես, այսպես թողնեին գնայինք եւ Ենգիբարյանը մենակ ժողովրդի հետ մնար։ Մենք բոլորս դիտում էինք։ Ու ես կազմավորվեցի, իմ տեղը գտա կրկեսում հենց Ենգիբարյանական ելույթների ընթացքում, ելույթների ներքո։ Երբ նա մահացավ, ես չէի պատկերացնում, ինչպես կարելի է աշխատել մեկ այլ կոլեկտիվում, որտեղ չկա Լեոնիդ Գյորգիչ։ Հիմա այս տարիներն արդեն վաղուց պատմություն են դարձել, կրկես սիրող նոր սերունդը Ենգիբարյանին չի տեսել, Սոսի առաջին քայլերն էլ արդեն միայն ֆիլմերում է տեսնում։ Աշխատանքի, հանդիպումների ու պարապմունքների ընթացքում Սոս Պետրոսյանը ժամանակ է գտնում այն մեկի համար, ով իր անցյալն ու լավագույն տարիները երեկվա նման է հիշում։ Բարև։ Բարև։ Տիկին Մարգարիտը դեմ էր, որ տղան Մոսկվայում սովորի, որդուն մենակ թողնել չէր ուզում։ Դրա համար էլ հաճախ էր տնական ուտելիքով զինվում ու ուսումնարան մեկնում։ Այդպես Պետրոսյան որդու կողքին կրկեսային աշխարհը Պետրոսյան մայրիկին էլ սիրեց, բայց արդեն ոչ թե կրկեսային, այլ խոհարարական հնարքների համար։ Գալիս էին ուտում, խմում էին ամեն ինչը։ Ой, тетя Маргарита, какой вкусный готовила, смотри. Ծանոթացավ կրկեսին, սիրեց այն ու դրա մի մասը դարձավ հենց Ենգիբարյանի շնորհիվ, թեև Ենգիբարյանը եղավ ուսուցիչ ու կոլեգա, Սոսի համար նա երբեք չդարձավ հասանելի, մնաց նույն կերպարը հեռու հարթակում, որին ձգտում էր հասնել ու որն օրինակ էր իր համար։
Ենգիբարյանի բոքսը բոլորդ հիշում եք։ Հիշում եք նաև նրա պարտնորին հաղթանդամ Ալբերտ Մինասյանը։ Նա հիվանդացել էր Բաքվում եւ չէր կարողանում ելույթ ունենալ։ Ենգիբարյանն ինձ ասեց՝ «Սոս, դու պետք է խաղաս իմ զուգընկերոջ դերը»։ Ես ասել Լեոնիդ Գյորգիչ, ես նիհար եմ, ձեր զուգընկերը պետք է ոչինչ, դու անգիր հիշում ես կխաղաս։ Եվ Բաքվում Ենգիբարյանը խաղում էր եւ ինձ հուշում էր։ Հիմա գնում ես աչքերդ վեր եւ այդ համարը ես արեցի եւ դա կրկնվեց մեկ շաբաթ մինչեւ Ալբերտը կազդուրվեց եւ արդեն իր ելույթները Ենգիբարյանի հետ շարունակեց։ Տեսեք, նա ինձանից 14 տարի մեծ էր։ Երբ ես ելույթ էի ունենում ու նայում էի, ինձ թվում էր նա բացի հանճար լինելուց, նա տարիքով էլ ինձանից մի 100 անգամ մեծ է։ Ենգիբարյանին հանդիպելու ժամանակ նա ինձ ասեց, որ կընդունվեց Մոսկվա այստեղցի ազգային համար։ Ես մասնագիտությամբ ձեռնացու եմ, այսինքն ժանգլյոր։ Բայց ասում է ինչ, նա ինձ ասում էր չգիտեմ, մտածի, օգտագործի հայկական տարազը, հայկական գործիքները, հայկական նվագարանները։ Հենց այդ դհոլները եւ ոչ վայրի կենթանիները կամ ակրոբատիկ հնարքները դարձան Սոս Պետրոսյանի այցեքարտը։ Դհոլների արդեն լեգենդար դարձած համարը 100-ից ավելի երկրներ տեսավ։ Սոսին հաջողվել էր գտնել ազգային երաժշտության ու մարմնի երկխոսության բանաձևը։ Երբ ես սկսեցի փորձերս, ամեն անգամ ընկնում էր կաշին տրակում էր։ Իսկ Մոսկվայում ոչ վարպետ կա, ոչ բան։ Խեղճ հերս իր վերջի կոպեկները նորից դհոլ էր առնում, ուղարկում էր Մոսկվա։ Ես 2 օրը մեկ Կուրսկի վокзалում դիմավորում էի գնացքը եւ վերցնում էի դհոլներս։ Մոտ 300 դհոլ ջարդեցի։ Մինչեւ որ կարողացա այդ համարը կատարելագործվել եւ ցուցադրել առանց որևիցե ջարդելու։ Ռեժիսոր Բելովը հենց սկզբից էր հասկացել, այս բեմադրությունը հայկական կրկեսի համար լեգենդար է դառնալու։ Որոշեց այն ամբողջական դարձնել նաև երաժշտության միջոցով։ Մարտին Վարդազարյանը երիտասարդ Սոսի համարը նայեց ու հասկացավ, այնտեղ միայն շալախոն է պակասում։ Սոսի համարը առանցնակի է կանգնած, սա եւ ազգային էր, սա եւ կրկեսային վարպետության հնարավորություններ էր տալիս կատարողին։ Եվ ես շատ ուրախ եմ, որ նույն Բելովը, այն ռեժիսորը, որ աշխատում էր Ենգիբարյանի հետ, առաջարկեց ինձ գրել համար։ Մենք ճշտեցինք նույնիսկ այնքանով, որ յուրաքանչյուր վարքյան առ վարքյան ինչպիսի փոփոխություն է լինում մանեժում։ Այսինքն ինչից հետո դրամատուրգիական կրկեսի համարն էլ դրամատուրգիա ունի, զարգացում ունի, կուլմինացիա ունի, վերջին շեշտ ունի եւ ծափահարությունների տարապ։ Որպեսզի երաժշտությունն ու կրկեսային հնարքները շուտ լեզու գտնեն, սկզբնական շրջանում Մարտին Վարդազարյանը դիրիժորի պարտականություններն իր վրա էր վերցրել, ներկա էր բոլոր փորձերին։ Արդյունքը երկար սպասել չտվեց։ Վարդազարյանի երաժշտության ու Սոսի հնարքների հաջողության մասին մինչև այսօր էլ չեն մոռանում։ Իսկ ավագ սերունդը Սոս Պետրոսյանին առաջին հերթին այս դհոլներով է հիշում։ Զուգադիպությունը ճակատագիր թե մտածված, բայց Սոս Պետրոսյանից հետո միայն մեկը դհոլները ձեռքն առավ ու համարձակվեց կրկնել համարը։ 95-ին Սոս Պետրոսյան կրտսերը թարմացրեց 70-ականներին կրկեսային աշխարհում աղմուկ հանած բեմադրության մասին հիշողությունը։ Այդ ժամանակ էլ Սոսը հասկացավ, որդին իրենից առաջ է անցել։ Դու ավելի լավ էր ես կատարեի։ Ես ավելի շատ էի հուզվում, քան որդիս էր կատարում։ Ինձ թվում է, որ իմ տղաս իմ որակից անցավ, ինչու, որտև չէ, որ նա ուներ խորեոգրաֆիկ կեցվածք, իսկ իմ մոտ դա չկար, որը չափազանց կարևոր էր այդ համարում։ Եվ նրա ֆինալի վերջի տրյուկը, որը ատամների վրա դհոլները պահում էր, ոչ մեկը մինչև հիմա չի կրկնել, ես առավել ևս կարծում եմ չէի կարողանա անել։ Bravo!
Կրկեսային դպրոց, կրկեսային էստրադային խմբեր ու հազարավոր ելույթներ, որ ապացուցում էին ցուրտ թե մութ տարիներ լինեն Հայաստանում մեծ ու փոքր կրկես ունենալու իրավունք ունեն։ Այսպես շարունակվեց տասնյակ տարիներ, իսկ հետո մի օրում, մի վայրկյանում ամեն ինչ դադարեց։ Երևանյան կրկեսի տեղում հիմա միայն հող, փոշի ու շինարարություն է։ Կրկեսի մարդը մնացել է առանց կրկեսի։ Սոս Պետրոսյանը անցնում է շենքի մոտով, որ տնօրինել է տարիներ ու որի փոխարեն հիմա ոչինչ չկա։ Այստեղ կանգնած նայում եմ, քիչ ամնում սիրտս ճամլվում է, էլի, որ կրկես չունենք հիմա։ Ենգիբարյանի լեգենդար արձանը պահեստում է, Սոս Պետրոսյանն էլ շին հրապարակում, հետևում է, թե ինչպես է դատարկ փոսը օրորի ավելի նմանվում կրկեսի նոր շենքին, այն հարմարավետ է լինելու ու ժամանակակից, իսկ ամենակարևորը ունենալու է միանգամից 3 հարթակ, որ կրկեսային ավելի մասշտաբային շոու տեսնելը իրական դառնա։ Նոր կրկեսը հաջորդ տարվա վերջին պետք է որ պատրաստ լինի, հենց այդ ժամանակ էլ հանդիսատեսը կհամոզվի, տաղանդների պակաս մենք չունենք, մեզ միայն հնարավորություններն էին խանգարում։ Կրկեսային արվեստը դա բարդ ժանր է, որը անկախության տարիներին չի հովանավորվել։ Նույնիսկ մենք հնարավորություն չունեինք, ինքնաթիռով մի հատ կատու բերեինք, մի հատ, էլ չեմ ասում, արջ։ Իսկ հիմա նոր կրկեսում մենք պլանավորում ենք մեծածավալ, բազմաժանր ատրակցիոններ, տեսլարաններ։ Նոր կրկեսը պատրաստ չէ, բայց նույնիսկ առանց մշտական հասցեի ու բնակության վայրի Երևանյան կրկեսը չի դադարում աշխատել, քանի դեռ հիմնական խումբը գյուղ ու քաղաքով է շրջում, Սոս Պետրոսյանը մեկ անգար տարբերությամբ ու փոքր դահլիճում կրկեսի նորեկների հետ է պարապում։ Հին ու նոր աշակերտները Սոս Պետրոսյան ուսուցչի բնավորության մի գիծը անգիր են սովորել։ Կրկեսում գենդերային տարբերություն հաշվի չի առնում, հավասար պահանջկոտ է, ազգություն ու մենտալիտետ է հիշում, հենց որ անհրաժեշտ է երեխայի մեջ արտիստի հոգին արթնացնել։ Ինքը միշտ համեմատում է ռուսների հետ։ Ինքն ասում է ռուսները հələ չծնված, իրանց մամայի փորի մեջ իրանք արդեն դերասան են։ Ինչի դուք էլ տենշեք, ինչի եք սառը, սենց եղեք, նենց եղեք։ Մենք էլ այդ ժամանակ չենք հասկանում ինչ նկատի ունի։ Դե տարիների ընթացքում ստուդին գաստրոներով գնալ, արդեն այլ պետությունների դերասանների հետ շփվել, այդ տարբերությունը հասկացանք։ 30 լինի թե 65 Սոս Պետրոսյանին որպես ուսուցիչ տարիները չեն փոխում։ Մինչև պոնչո դառնալն ու հայկական հեռուստաեթեր մտնելը Վահագն Սիմոնյանը Սոս Պետրոսյանի առաջին աշակերտը եղավ։ Երաժշտության, թատրոնի, կրկեսի ու արվեստի հանդեպ հարգանքը հենց Սոսից է սովորել։ Դրա համար էլ մինչև այսօր իր համար ընկեր Սոս է մնացել։ Առաջ անգամ վեր կացա գնացի։ Լիքը երեխաներ էին եկել էին վսկապներով, բանով ընդունվելու այդ խմբակը։ Ես գնդակներ էի տարի ժանգլորությամբ հան, ասեց կարող ես Վահագ, ասեց այս մի ձեռքով, հերթով դե քննություն անցկացնում, ով ինչի անցունակ, ասեց գնդակ այս մի ձեռքով կցես, այս մի ձեռքով բռնես, ասեցի հա, ասեց կցեցի ու չկարողացա բռնեմ, ասեց ապրես, մալադեց, շատ լավ է, քեզանից շատ ուժեղ ժանգլոր դուրս կգա։ Բանանում է ով էստեղ կորում է, ցանգում էին սպորտչասը։ Ասում բարձրացի վեր, ես նկարը հենց տեսա, խնդրեմ, համեցեք։ Իսկ տարիներ առաջ ավանդական բարի գալուստի փոխարեն այս տան շեմին ամեն երեկո Սոսի հարցադրումներ հնչում։ Երեխաները փորձարել են, թե ոչ։ Այն ժամանակ, երբ աղջկան ու որդուն կրկեսային համարներ էր սովորեցնում ու դերասանական հմտություններից պատմում, չէր էլ կասկածում, որ մի օր բոլոր ժառանգները կրկեսի մարդ են դառնալու։ Որդին ու հարսը ոչ միայն Հայաստանը, այլև աշխարհն են զարմացնում։ Նրանց շնորհիվ Պետրոսյան ազգանունը Գինեսի գրքում հայտնվեց։
Սոս Պետրոսյանը ժառանգներին նեղացնել չի ուզում, բայց կադրից դուրս խոստովանում է, թոռները ծնողներին գերազանցել են, հենց նրանք են Պետրոսյաններ կրկեսային դինաստիայում այսօր լավագույնները։ Աղջիկը ոչ միայն շարունակեց հորգործը, այլև հասցրեց դառնալ նրա գոլեգան։ Երևանյան կրկեսում Նաիրան հիմա ամենաբարդ ժանրի կատարողն է։ Գործը ոչ թե մարդկանց, թղթախաղերի կամ գնդակների հետ է, այլ կենդանիների։ Թեև տարիների փորձը թույլ է տալիս կրկեսային համարները անսխալ անել, մինչև այսօր էլ ամաչում է դրանք հոր աչքի առջև ներկայացնել։ Ես երբ որ ելույթ եմ տալիս, հազարավոր ժողովրդի մեջ ես միայն քաշվում եմ իմ հայրիկից եւ հայրիկս իմանալով այդ ամենը, չգիտես ինչու, բայց մոռանում է, որ ես իրեն եմ քաշել բնավորությամբ, ես իրեն փնտրում եմ այնպիսի տեղեր, որ նա գիտեմ, որտեղ կարող է պահկվել եւ ինձ հետեւել։ Նաիրան կրկեսի համը վայելեց, բայց դառնություններն էլ զգաց։ Խոսակցությունները, թե կրկեսային հաջողությունն իրեն միայն հոր շնորհիվ է ժպտացել, մինչև այսօր էլ հանդիպում են։ Դրանց Նաիրան պարզ բանաձևով է պատասխանում, հոր շնորհիվ կրկես է եկել, բայց մնացել է այնտեղ միայն իր տաղանդով։ Կրկեսում կամ 3 գնդակ պիտի գցես, կամ պիտի չգցես։ Ասենք երկել պարել կարող ես լավ ու վատ, բայց գնդակը եթե ընկնում է, չէ՞։ Իհարկե պապայի շնորհքը կա, բայց այստեղ եթե քո աշխատասիրությունը չլինի, աշխատանք չկատարվի, երբևիցե պապան չի կարող այդտեղ աջակցել, որովհետև առյուծը քեզ 1 վայրկյանում կարող է հոշոտել։ Այս ընտանիքը սակայն բացառիկ է ոչ միայն արտիստների առատությամբ, այլև Սոս Պետրոսյանների եռամիասնությամբ։ Պապ, որդի ու թոռ նույն գործով են միացած ու նույն անունով։ 3 Սոսերի գաղտնիքը սկսվում է ավագից, որ անձնագրում նշված Իոսիֆ անունը հաշվի չառնելով իրեն անուն ընտրեց հենց Սոսը։ Մայրս որոշեց իմ անունը դնել Սոս։ Սոս եւ Վարդիթեր, Պերճ, Պրոշյան եւ այլն։ Բայց այնտեղ Զաքսում ասեցին, գիտես ինչ, Սոսը մի քիչ արեք դնենք մեր Ստալինի անունը։ Իոսիֆ Ստալին։ Նրան էլ տանը Սոս են ասում, ու մորս համոզեցին, իմ անունը դրեցին Իոսիֆ։ Անձնագրով ես Իոսիֆ եմ, բայց բոլորը գիտեն որպես Սոս։ Երբ ծնվեց իմ տղաս, դերևս Ենգիբարյանը կենդանի էր։ Նա ինձ կանչեց, ասեց Սոս, արի զարգացնենք հայկական դինաստիական արվեստը, ուղղությունը, տղայիդ դրի Սոս։ Ես ասի, Լենիկ, ինչպես կլինի, ես Սոս, կլինի, կրկեսում լինում է։ Իսկ 96 թվականին, երբ ծնվեց թոռնիկս, արդեն մերոնք և Նաիրան նույնպես աշխատում էին Մոսկվայի Նիկուլինի կրկեսում։ Եվ Նիկուլինն էր կնքահայրը թոռնիկիս։ Ինքը ինձ կանչեց, ասեց, դավայ Սոս տրեց Ինազարյան։ Կրկեսում է արդեն ավելի քան 40 տարի, երբ ու ինչպես է ապրել առանց կրկեսի արդեն չի էլ հիշում, Սոս Պետրոսյանին բացառիկ հենց սա է դարձնում։ Սոսի մեջ մի բան է ինձ շատ զարմացրել։ Ինչ հարցի մասին ուզում եք Սոս Պետրոսյանի հետ խոսեք։ Ինչ նա հետո վերջում մի շուրա տալիս խոսակցություն կրկեսի մասին։ Ինքը այնքան է սիրում, այնքան է ապրում, եթե նույնիսկ Սոսին Պետրոսյան ասի, գիտեք ինչ, որոշել ենք թռնել տիեզերք, ինքը կասի, իսկ այնտեղ կրկես հնարավոր է, թե չէ։ Կես հումոր, եթե ասեմ, չէի զարմանա, եթե Նարայանը լիներ Սոս է, որովհետև չգիտեմ ինչ է որոշվել, որ ուրեմն եւ թոռնիկի եւ տղայանը պետք է Սոս լինի, բայց այստեղ էլ շատ այդպես խորքային եւ իմաստավոր մի բան կա։ Երևի հենց դրա արդյունքում է, որ պահպանվում է, հա, կրկեսային արվեստը այդ ընտանիքում։ Ոչ մի արտառոց բան չեմ տեսնում, պարզապես շատ հետաքրքիր է։ Թող այդպես շարունակվի, թող Սոս Պետրոսյանները ուղղակի շատ լինեն մեր իրականության մեջ։ Ծննդյան օրվան ընդառաջ ավանդական մելանխոլիայի մեջ Սոս Պետրոսյանը չի ընկնում։ Եթե կրկեսային հնարքները վարժանում է, գնդակները ձեռքից չի գցում, դհոլներն էլ իրեն ենթարկվում են, ուրեմն դեռ չի ծերացել։ Ես ինձ ծերացած կզգամ միայն այն ժամանակ, երբ երեխաները ինձնից օգնություն խնդրեն, որպեսզի ես ցույց տամ աճպարարներին, ձեռնացուներին, էկվիլիբրիստներին,
տրյուկներ ու ես չկարողանամ։ Այդ ժամանակ ես ինձ ծերացած կզգամ։ Բայց փառք Աստծո, որ ես հիմա ինձ միայն զգում եմ երիտասարդ։